Ողջույն թանկագիններս, բարի գալուստ Արևի խոհանոց, շնորհակալ եմ, որ միացել եք և հետևում եք, եկեք այսօր միասին պատրաստենք ամենահամեղ տորթերից մեկը, տորթ Էսկիմո։ Ինչ է հարկավոր մեզ այս համեղ տորթը պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է 6 ձու, ես արդեն նախօրոք սպիտակուցը առանձնացրել եմ դեղնուցից, սպիտակուցը կօգտագործենք խմորը պատրաստելու համար, իսկ դեղնուցը կրեմը պատրաստելու համար, 180 գրամ թթվասեր, 1 չափի բաժակ շաքարավազ, 1 չափի բաժակ ալյուր, ասեմ, որ չափի բաժակը ինձ մոտ կշռում է 250 մլ, 3 ճաշի գթալ կակաո և 1 թեյի գթալ սոդա, անցնենք գործին, պատրաստենք խմորը։ Թարիչի ամանի մեջ ավելացնում ենք 6 ձվի սպիտակուցը և շաքարավազը։ Այս ամենը լավ հարում ենք այնքան, մինչև զանգվածը սպիտակի։ Սպիտակուցն ու շաքարավազը լավ հարելուց հետո թթվասերի վրա ավելացնում ենք սոդան, խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Զանգվածը լավ հարելուց հետո ավելացնում ենք արդեն կակաոն և ալյուրը։ Պարտադիր մաղով անցկացնում ենք և ոչ թե հարիչով ենք հարում, այլ փայտիկով խառնում ենք։ Ահա թանկագիններս, խմորը արդեն պատրաստ է, ստանում ենք թույլ ջրիկ թեթև խմոր։ Վերցնում ենք ջեռոցի տապակը, ինձ մոտ ջեռոցի տապակի չափսը 20-30-ի վրա է։ Լցնում ենք խմորը, հարթեցնում ենք և ուղարկում ենք նախօրոք տաքացրած ջեռոցը, թխելու ենք 200 աստիճանի տակ մոտ 20-ից 25 րոպե։ Ահա թանկագիններս, բիսկվիտը արդեն պատրաստ է, կանջատենք ջեռոցը, կհանենք բիսկվիտը, կդնենք մի կողմ, կթողնենք, որ սառի, մինչ բիսկվիտը կսառի, այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Այժմ պատրաստենք կրեմը, կրեմի համար մեզ հարկավոր է 200 գրամ փափկեցրած կարագ, 1 թեյի գթալ վանիլին, 1 չափի բաժակ կաթ, 1 չափի բաժակ շաքարավազ, 6 ձվի դեղնուց և 3 ճաշի գթալ եգիպտացորենի օսլա։ Սկսենք պատրաստել։ Ամանի մեջ լցնում ենք 1 բաժակ շաքարավազը, 1 թեյի գթալ վանիլային շաքարը և 3 ճաշի գթալ օսլան։ Այս ամենը լավ խառնում ենք։ Ավելացնում ենք ձվի դեղնուցը և քիչ-քիչ ավելացնում ենք կաթը։ Ամբողջը լավ խառնելուց հետո տեղափոխվում ենք գազօջախի մոտ։
Դնում ենք գազօջախի վրա և անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Մի քանի րոպե փթփթալուց եռալուց հետո, երբ որ տեսնում ենք արդեն զանգվածը պնդանում է, անջատում ենք գազօջախը։ 5 րոպե եռալուց հետո մեր զանգվածը լավ պնդացավ։ Կծածկենք բերանը, կթողնենք, որ ամբողջական սառի։ Սառելուց հետո կհավաքենք արդեն կրեմը։ Ամանի մեջ լցնում ենք 200 գրամ կարագ, լավ հարում ենք այնքան, մինչև սպիտակի մի փոքր գույնը փոխի, այնուհետև գթալ ավելացնում ենք եփած զանգվածը։ Կարագն ու եփած զանգվածը լավ հարելուց հետո ստանում ենք այսպիսի շատ համեղ լավ կրեմ։ Վերջում ավելացնում ենք նաև մոտ 50-ից 80 գրամ խտացրած կաթ, ըստ ցանկության, և նորից հարում ենք։ Մեր համեղագույն կրեմը արդեն պատրաստ է, թանկագիններս, եկեք հավաքենք արդեն տորթը։ Բիսկվիտի վրա ավելացնում ենք արդեն կրեմը, հարթեցնում ենք և ուղարկում ենք սառնարան ուղիղ 1 ժամով, որպեսզի կրեմը և բիսկվիտը լավ սառի։ Սառելուց հետո նոր կպատրաստենք արդեն գլազուրը։ Այժմ պատրաստենք գլազուրը։ Ջենարակը։ Ամանի մեջ լցնում ենք 3 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ կակաո։ Այս ամենը լավ խառնում ենք։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք 9 ճաշի գթալ կաթ։ Այս ամենը լավ խառնում ենք և դնում ենք կրակին։ Ահա թանկագիններս, գազօջախի վրա դնելուց հետո անընդհատ խառնում ենք, ինչպես տեսնում եք արդեն եռում է, մի քանի րոպե էլ կեռա, կնայենք։ Եթե արդեն ինքը գթալի վրա մի փոքր պահի, նշանակում է արդեն պատրաստ է և տորթի վրայից չի սահի։ Ճիշտ եփելու չափ կա, որպեսզի տորթի վրայից շատ չսահի։ Ահա թանկագիններս, ջենարակը արդեն պատրաստ է։ Տեսեք, ինքը պահպանում է իր տեսքը գթալի վրա, ամբողջովին չի սահում և չի թափում։ Հիմա կանջատենք գազօջախը, լազուրի վրա կավելացնենք 1 դեսերտի գթալ բուսայուղ, կամ կարող եք ավելացնել կարագ։ Դա ավելացնում ենք փայլի համար։ Մի լավ կխառնենք, թողնենք մի փոքր կսառի, այնուհետև կավելացնենք տորթի վրա։ Ահա, մեր ջենարակի վերջնական տեսքը, փայլուն, ընտիր ջենարակ ենք ստացել։ Տորթը արդեն լավ սառելուց հետո ավելացնում ենք սառած ջենարակը։ Արագ-արագ լցնում ենք, տարածում ենք և կրկին ուղարկում ենք սառնարան մոտ 1 ժամ, 2 ժամ, որպեսզի ջենարակն էլ սառի, այնուհետև կտրում ենք և մատուցում ենք։ Կարող եք նաև թողնել ողջ գիշեր։ Ահա թանկագիններս, մեր համեղ էսկիմոն արդեն պատրաստ է, փայլուն ջենարակով, ընտիր բիսկվիտով, շատ համեղ կրեմով,
ընտիր տորթ ենք ստացել, այժմ կկտրենք և կվայելենք մեկ գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին, հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս, արտակարգ է ստացվել, խոսքերն ավելորդ են։ Սա էր այսօրվա մեր համեղության վերջնական տեսքը, ինձ համար այն խմորեղենների թագուհին է, հուսով եմ ձեզ էլ դուր եկավ, նման համեղությունից ոչ ոք չի հրաժարվի, այնպես որ պատրաստեք և վայելեք թանկագիններս, զարդարեք ձեր տոնական սեղանները, մաղթում եմ բոլորիդ ուրախ և խաղաղ օր, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։